Ազգային ժողովի ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Ադրբեջանը ձգձգելու է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրման գործընթացը եւ փորձելու է Հայաստանից զիջումներ ստանալ։ Նման տեսակետ Տիգրան Աբրահամյանը հայտնել է խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։ Երեք չափազանց վտանգավոր արձագանք է հնչել Բաքվից առայն, որ Ադրբեջանի իշխանությունները երկար չեն պատրաստում սպասել Հայաստանի կողմից իրենց առաջադրած մյուս նախապայմանների կատարմանը, ըստ էության հասկացնելու, որ եթե որոշակի ժամանակ հետո Հայաստանի իշխանությունը իր նախապայմանները կատարած չլինի, այս դեպքում առաջնային երկու բան է ներկայացնում, միակը Մինսկի խմբի լուծարում, որին Հայաստանի իշխանությունները մեծ առումով դեմ չեն, եւ սահմանադրության փոփոխություն, որին եւս հայաստանյան իշխանությունները դեմ չեն եւ նրանց կամքով իրացնում են, ուղղակի անդադ պատժառաբանություն են ներկայացնում, որ սա որոշակի երկար process է եւ հնարավոր չէ 1 կամ 2 ամսում իրականացնել։ Հիմա Ադրբեջանը սպառնում է, սա ըստ էության սպառնալիքի էլեմենտները առայն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու պարագայում, այսինքն այդ պահանջները չիրականացնելու դեպքում Ադրբեջանը կարող է առաջինչ համարել բանակցային այն փաթեթը 17 կետից բաղկացած, որը միջև այս բանակցել է։ Խաղաղության պայմանագիրը խաղաղության գործընթացի մասներից մեկն է, ամենաառաջնային, անհրաժեշտ մասերից մեկն է եւ արդեն փաստ է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, դա երկու կողմերն էլ ընդունում են եւ միայն այս փաստը արդեն իսկ մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է եւ դուք տեսնում եք ամենատարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, պետությունների, միջազգային կառույցների կողմից առաջարկը, սա ինքնին արդեն ձեռքբերում է։ Ադրբեջանի մոտեցումները իհարկե կառուցողական չեն այս փուլում, բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը եւ մեր ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցությունների տեքստում։ Այդ տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել։ Բանակցությունները տևել են արդեն ինչքան 3 տարի են տևել բանակցությունները եւ ես կարող եմ ասել, որ այդ տեքստում ես առանց չափազանցության կասեմ, ամեն ստորակետի շուրջ շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանում համապատասխան մարմիններում եւ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր տողերը եւ բառերը դրել եւ վերցրել եւ վերլուծել ենք, համեմատելով նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների հետ եւ այսօր հասել ենք այդ արդյունքին։ Մնացածը դուք տեսնում եք, տեսնում եք Ադրբեջանը ինչպես է արձագանքում, բայց դուք նաեւ պետք է նկատեք, թե մյուսները ինչպես են արձագանքում Ադրբեջանի արձագանքին։